Ողջույն եւ բարի օր սիրելի հեռուստադիտող, սկսում ենք մեր նկարահանումների նոր էպիզոդը Սյունիքի մարզկենտրոն Կապանից։ Ես առաջարկելու եմ բոլորիդ քաղաքային տուր։ Քաղաքի դեմքը ճանաչելու համար անպայման թանգարաններ, ինչը վերջերս դուրս է եկել մեր ճանապարհորդական ուղղություններից։ Այն մարդ ինչի, եկեք թանգարաններ ու ծանոթացեք քաղաքի պատմությանը, քաղաքի կենսագրությանը։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան։ Հիմա խառնված իրար հարց եք տալիս ինքներդ ձեզ. ով է Շմավոն Մովսիսյանը։ Այ։ Այսքան տարիներ նկարահանում ենք face control-ը եւ տեսախցիկի հակառակ կողմում աշխատում են մեր օպերատորները։ Եվ ահա Շմավոն Մովսիսյանը եղել է լուսանկարիչ օպերատոր։ Տարեթվերն են ծննդյան եւ մահվան 1928-2008։ Շմավոնը ծնվել է Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում։ 60 թվականին նշանակվել է Կապանի շրջանային մշակույթի տան տնօրեն, 62-ին արդեն հիմնել է Զանգեզուր ֆիլմ ստուդիան սիրողական, 73-ին արժանացավ ժողովրդական կոչման։ Այս էլ մեր սիմպաթիչնի տղան է, նկարները նրա մասնակցությամբ ամենուր են, այստեղ էլ պղինձ մոլիբդենային գործարանում աշխատանքի ժամանակ։ Sony, Canon, Fuji դրոնները ինչ ֆիրմայի են։ DJI։ Տեսեք նրանց նախնիների։ Ժուրնալիստների միության անդամ էլ ա եղել։ Կապանի պատվավոր քաղաքացիներն են, ես մի քանի հաղորդում առաջ ասացի, որ Գալյանովենցի ֆանատն եմ, խնդրեմ, լսի, Երվանդ Ղազանչյան, այս մեր Շմավոնն է, Անդրանիկ Մարգարյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Կապանի ծննդյան վկայագիրն է, Վահանավանք 911 թիվ, այս կարող եք տեսնել Վահանավանքի ավերակները, այստեղ արդեն քիչ թե շատ կանգուն վիճակ է վերականգնողական աշխատանքներից հետո։ Հայաստանում մի քանի երգեհոններ կան եւ ահա 60-ական թվականներից այս երգեհոնը բերվել է Կապան քաղաք, եթե չեմ սխալվում, Լենինգրադից, թվում է հին երաժշտական գործիք է, բայց այնքան գեղեցիկ մանյովրներ ունի փակելու եւ բացելու, ես չգիտեմ մեր օրերում նման վարպետներ ունենք թե ոչ։ Մի փոքրիկ անկյուն էլ ունենք Իրանի դեսպանատան կողմից, այստեղ Կապանում, ինչպես տեսնում եք, լուսանկարներ են եւ գեղեցիկ նվերներ։ Այս սենյակում էլ են հիշողություններ, բայց մի փոքր ցավոտ հիշողություններ, բոլորս էլ հիշում ենք մութ ու ցուրտ տարիները եւ Կապանում կար Զանգեզուր խանութ, այդտեղ մութ ու ցուրտ տարիներին հերթեր էին գոյանում 50 գրամ հաց տալոնով վերցնելու համար։ Չարաբաստիկ մի օր 28 քաղաքացիներ մահացան այս արկի պատճառով, այս ռումբի պատճառով։ Ընկել է միանգամից այդ խանութի վրա, այս էլ հետքերն են տեսախցիկով ֆիքսված։ Այս թանգարանում սենյակները շատ են եւ յուրաքանչյուր սենյակ մուտք գործելիս դուք կծանոթանաք Կապանի որևէ ժամանակահատվածի շերտերից մեկի հետ։ Այս սենյակում ես ինձ հոգեհարազատ նկարներ գտա Ֆրունզիկ Մկրտչյանը գունավոր մետալուրգիայի արհմիության նախագահների հետ։ Այստեղ էլ Վիկտոր Համբարձումյանն է, այս որտեղ են Յուրի Գագարինի անվան հանքուղի շքամուտքի դիմաց։ Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է կոմբինանտի լեռնագործների հետ։ Նկարները վկայում են գեղեցիկ ապրած կյանքի մասին։ Փաստորեն գեղեցիկ կյանք ունեցել է Կապանը եւ շարունակում է ունենալ, իսկ այդ շարունակությունը կախված է ձեզնից եւ յուրաքանչյուրից, որովհետեւ մուտք պետք է գործել թանգարան ու ծանոթանալ այս պատմական նկարների հետ, ինչպես նաև պատմագիտական գտածոների հետ։ Մանավանդ, որ մուտքը անվճար է, ձեր սպառողական զամբյուղից գումար եւ ոչ մի լումա չի բացակայելու։
էլեկտրական մեքենա ունեցողների համար գտածո։ Լիցքավորիչ Սյունիք հյուրանոցում հանգստանալը համ շահավետ է, համ էլ լավ է։ Այն առումով, որ մեքենան անվճար կարող եք լիցքավորել։ Թույն։ Այ իսկ հիմա առաջարկում եմ ծանոթանալ մեր հյուրանոցին եւ հյուրանոցի պայմաններին։ Սյունիք Hotel։ Արտուր ջան, բարի ողջույն։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք ձեզ մոտ սենյակներ ենք ամրագրել։ Այո, տեղյակ եմ, մենք ձեզ համար նախապատրաստել ենք սենյակները Արցախը եւ Սյունիքը։ Բարի հանգիստ ձեզ մեզ մոտ աստիճաններով բարձրանում եք վերև։ Տես ինչ հետաքրքիր են մտածել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության քարտեզն է ու յուրաքանչյուր մարզի անունով սենյակներ ունենք հյուրանոցում։ Շիրակ, Լոռի, Վայոց ձոր, Արարատ, Գեղարքունիք, Արմավիր, նույնիսկ Երևան։ Ես գյուդում չում, սա պատահականություն է, թե ճակատագրի հեգնանք, բայց այս վերջին հաղորդումները նկարահանելուց միշտ առնչվում եմ Արցախի հետ։ Ժենգյալավ հացի տեսքով, Արցախ սենյակի տեսքով։ Եշի, լող պիցիտրելու եմ ու ներկայացնելու եմ Արցախի լեզվով։ Հուսով եմ դա ինձ մոտ կստացվի։ Մուկ եկալըք, բարի օր ձեզ։ Ոնց ասեմ, սա մեր պրախոդն է, այլ կերպ ասած միջանցքը, որտեղ ունենք մեծ հայելի եւ զգեստապահարան։ Եշի, ստիպեն ունենք։ Կոճակ, թելեր, ասեղ, պետք է գալիս, ասեք, որ պետք է գալիս։ Փափուկ կահույք բաղկացած 4 մասերից։ Մի տեսակ, գիտեք ինչ տպավորություն է, որ դու տանն ես ու կարգախոսին էլ համապատասխանում է, այսինքն Սյունիք հյուրանոցի կարգախոսն է ձեր տունը Սյունիքում։ Ննջասենյակ։ Այս ինչ հսկայական տարածություն է։ Նույնիսկ ես իմ ննջասենյակում չունեմ այսքան տարածություն։ Կահույքը սփռված է ամբողջ սենյակով մեկ, աթոռների տեսքով, մահճակալի տեսքով, կամոդի տեսքով, զգեստապահարանի տեսքով եւ տումբաների տեսքով։ Ճիշտ ասի, չէ՞ բառը։ Պլազմա կրկին ունենք։ Այստեղ թաքնված է մեր սառնարանը։ Ուֆ։ Ես մնացած ապրանքների հետ գործ չունեմ, անկեղծ ասած, բայց ոնց ասում եմ, այս ապրանքը ինձ շատ հոգեհարազատ է։ Rio Grande։ Սառը։ King size։ King size։ Այսինքն հաստատ տեղավորվող եմ։ Սպիտակեղենը թարմ է, կուզեի, որ մի քանի դեկորատիվ բարձեր նույնպես լինեին, այդ տեսքի համար։ Այսի մաքրություն եմ ասել, մաքրություն, բուրում է թարմությամբ, բուրում է արթուկի հոտով ու բուրում է լավանդայի բույրով։ Տեսակ որքան բույր կա մահճակալի սպիտակեղենի մեջ։ Ննջասենյակություն, հայություն, արքայություն։ Կհանդիպենք դեռ անպայման երեկոյան, իսկ հիմա ցուցադրեմ ձեզ իմ սանհանգույցը։ Այ բալամ, ես ինչա։ Իշի, սեսիպեն ունի։ Չգիտեմ, սանտեխնիկան լավ է, թարմ է, սրբիչներ ունենք, խնամքի պարագաներ ունենք, բայց այս վարակույրը մի տեսակ տենց, չգիտեմ, լոգախցիկ։ Ինչ լոգախցիկ, լսի, ջակուզի։ Արքայավայել հանգիստ, պաստորեն, այս վարագույրը քողարկում էր այս հարստությունը, չէ, որ ոչ մի մինուս չկա, բոլորը պլյուսեր են, հոգնած ճամփորդական օրդ եզրափակվում է վայելքներով, այսպես ասեմ, պարկում ես գլխահատվածդ փափուկ, ոտքերդ էլ թե աջ, թե ձախ, պարկում ես հպարտ, երկելդ էլ է գալիս, ուրախանալդ է գալիս, ես գոհ եմ իմ սենյակից, այս վերջի անակնկալ բացահայտումը քողարկված է, որ նոսենս է։
Հիմա ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ Արցախին շատ կարճ ժամանակահատվածով հրաժեշտ տանք, շարժվենք դեպի ծավի ուղղությամբ։ Ես գիտեմ, որ մենք Սրաշենում ունենք մի հոգևոր կոթող, ինչը երբեք մեր հեռուստապրոյեկտների ընթացքում չենք ցուցադրել։ Այդ սխալը կշտկենք այս վարքյանից սկսած, ինչի համար շնորհակալություն մարզպետարանում աշխատող մեր Հասմիկին։ Հասմիկ, այն որ գնացինք։ Մոտավորապես 1 ժամ Կապանից մինչև Սրաշեն։ Ամենատուժված գյուղերից մեկն է երևի այս վարչական տարածքի, ամեն ինչ տեսել է, ամեն ինչ, բառիս ամենալայն իմաստով։ Սրաշենի վանքը և վանքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին թվագրվում է 16-րդ դար։ Հոգևորականությունը կյանքի այն ոլորտն է, սիրելի հեռուստադիտող, որտեղ մարդը սկսում է իր համոզմունքների մեջ հստակ քայլեր անել, ճանաչել ինքն իրեն, բնությունը, հասկանում է ինչի համար է լույս աշխարհ եկել ու ինչ է տանելու այս աշխարհից։ Եվ ահա մարդուն եւ հոգևորին իրար միացնող մի ֆանտաստիկ կառույց, ինչը քիչ առաջ նշեցի 16-րդ դար է թվագրվում, մնացել են մի քանի պատեր, բայց Փառք Աստծո ամրակայման աշխատանքներ են տարվում, ինքներդ տեսնում եք, այս փայտերը ամուր, ոնց որ սենց գոտի լինեն, շղթա լինեն, որպեսզի պատերը եւ առհասարակ եկեղեցու այս շարվածքները փուլ չգան։ Այ քեզ քարերի էքսպո, ցուցահանդես, ինչ տեսակ ու ինչ ձևի ուզում եք կարող եք գտնել։ Հələ այս մեկի երկարությունը նայեք, լայնքը, մյուսը խաչքար է, շարունակությունը շարվածքի, փոքր քարեր, անճոռնի, դուրս պրծած, բայց կարևորը կանգ ունեն ու որպես հենասյուն օգնում են, որպեսզի պատը չբլվի։ Բազմիցս եկել եմ Սրաշեն, բայց չեմ հանդիպել։ Ճանապարհին է այս եկեղեցին։ Դժվար է իհարկե մուտք գործել, որովհետև ամենուր էս փայտերն են, այդուհանդերձ նույնիսկ այս վիճակով շատ նման է վահանավանքին, նույն կամարներն են, խորանը, հոգևորությունը տալիս է պատասխան ամենաբարդ հարցերին, օրինակ, ինչի համար ես ապրում կամ պայքարում այս կյանքում և այնքան ճիշտ է, երբ դու կարողանում ես ընկալել ու հասկանալ քո խելքով, քո մտքով ինչ ես կարողանում տալ այս աշխարհին եւ այդ կարողությամբ թերևս դու կարողանում ես ճիշտ աշխատել, դու կարողանում ես քո ընտանիքի մասին ճիշտ հոգ տանել, դու կարողանում ես քո երեխաներին ճիշտ դաստիարակել։ Ի վերջո եզրակացնում ենք, որ հոգևորը մարդու կյանքի հիմքն է, մարդու կյանքի նպատակն է, մարդու ներքին հույզն ու լույսն է եւ առանց դրա դու դառնում ես խամաճիկ, այսինքն դու կրում ես այն արժեքները, որը մարդուն համապատասխան չեն։ Իսկ մենք մեր հաղորդումների ընթացքում խոսում ենք կարևոր ու բարձր արժեքների մասին։ Երբ այդ արժեքների կրողն ես դառնում, դու դառնում ես լիարժեք։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն, մեր հայկական դասական ճարտարապետությունն է այստեղ աչքի ընկնում, երկու ավանդատներն են, խորանի պատն է բացակայում, տանիքը չկա, բայց այս
բաց տարածությունը քեզ հնարավորություն է տալիս հետևելու գեղարվեստական պատկերներին։ Տեսեք այն աննշան մեգը, մշուշը, որը տենց ձեռքերով իջել է անտառների այդ շերտի վրա։ Ֆանտաստիկ գեղեցկություն ունի սրա շենը։ Ու մի բան էլ ասեմ, հալալ է այս գյուղացիներին։ Սրա շենցիները իսկապես էլ հերոսներ են։ Տեսնելով այսքան արհավիրք, տեսնելով, որ դիմացը հակառակորդն է, թշնամին է, այս վերջերս արդեն ով ինչ ձև ուզում է, ձևակերպում է տալիս, մնում են այստեղ։ Տեսեք, երթիկներից ծուխ է դուրս գալիս։ Ուրեմն ընտանիքում կան ճուտիկ-պուտիկներ, իսկ ամենագլխավորը սրա շենցու դուռը միշտ բաց է յուրաքանչյուրի առաջ։ Ես ուզում եմ, որպեսզի այս էպիզոդից հետո սրա շենում շարժ ավելանա, մարդիկ գան տեսնեն Սուրբ Հռիփսիմեն, մարդիկ գան ու տեսնեն այս գեղեցիկ տեսարանները, մարդիկ գան ու գոնե բարևեն, ձեռք սեղմեն ու առողջություն մաղթեն այստեղի բնակիչներին։ Հաճելի էր ծանոթանալ Սուրբ Հռիփսիմեի հետ, շարժվեցինք։ Օպա։ Հայաստանը լինելով հին քաղաքակրթությունների խաչմերուկում իր վրա վերցրել է մի հետաքրքիր առաքելություն յուրաքանչյուր մարզում Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կառուցել կամուրջներ, որոնք իրենց տեսքով բնականաբար աչք են շոյում եւ միացրել են տարբեր ճանապարհներ՝ ռազմական նշանակության, առևտրային նշանակության, մշակութային նշանակության, որոնք տարիներ անց դարձել են ճարտարապետական ու պատմության ժառանգության անբաժանելի մաս։ Հիմա տեսեք, մենք մեր ճանապարհորդական պրակտիկայում ունեցել ենք էպիզոդներ, որոնք նկարահանել ենք Եգիպտոսում, մասնավորապես Ալեքսանդրիայում։ Այնտեղ մենք ձեզ ցուցադրեցինք Նուբար Փաշայի կիսանդրին, մեր հայկական կիրակնորյա դպրոցը, ինչպես նաև եկեղեցին։ Ստացվում է, որ հենց նույն Նուբար Փաշան արմատներով սյունեցի է, ավելի կոնկրետանամ, Շիկահողից։ Եվ ահա կամուրջը, ինչի գեղեցկությունից քիչ հետո զարմանալու եք, անմիջականորեն կապված է Նուբար Փաշայի հետ, տոհմի հետ, հետնորդների հետ, ազգականների հետ։ Կամուրջը միաթռիչք ճարտարապետական լուծում ունի, այդ ինչ վերաբերում է 19-րդ դարին։ 21-րդ դարում այս միաթռիչք կամուրջը դարձել է եռաթռիչք։ 1, 2 ներքևի հատվածում եւ 3 վերնա հատվածում։ 1960-ականներին գետը հալոցքներից հեղեղվել է եւ ծածկել է կամուրջը։ Դրա համար են կառուցվել երկրորդ եւ երրորդ կամուրջները, բայց ախր վնաս չի հասցրել այս կամրջին։ Տուրիստները կարող են գալ այստեղ, իջնել, փիսիկը մեզ խանգարում է, բայց ոչինչ։ Ու տեսնել թե շարվածքը, թե հիմքերը ու թե կամարը։ Գիտեք ոնց է, մեր հաղորդման շրջանակներում փորձում ենք, եւ դա մեզ մոտ ստացվում է, ներկայացնել այս պատմական արժեքները, որպեսզի վաղը մյուս օր հասկանաք ոչ թե դասագրքերից, այլ անզեն աչքով տեսնեք, թե ինչ ժառանգություն են թողել ձեզ ձեր նախնիները, ինչ մտքի թռիչք են ունեցել եւ որքանով են հեշտացրել կյանքը։ Փորձեմ
Այս քարերի վրայով անցնել չի կարելի ընկնել Տիգրան, չի կարելի։ Ահա։ Օպա։ Ես չգիտեմ դեռ կգա ինչ որ ժամանակ, երբ այս գետը կրկին այնքան կվարարի, որ ծածկի ինձ այս կամարը ու կամուրջը։ Ամենայն դեպս հիմա գետի հոսքը այդքան էլ ագրեսիվ չէ եւ հնարավորություն կա ոչ միայն ինձ տեսնելու այս ամենը, այլ նաեւ ձեզ հետ տպավորություններս զիլ են։ Այսինքն կամուրջներ որպես այդպիսին կառուցվել են վաղ միջնադարում, ուշ միջնադարում եւ յուրաքանչյուրը աչքի է ընկել իր ձեռագրով, իր ամրությամբ եւ ել ավելի ազդեցիկ են դարձրել Հայաստան եկած ճանապարհորդների աչքի տեսածը։ Գիտեք, հիմա ուզում եմ զգամ այն ապրումները, որոնք ունեցել են մարդիկ մեծատառով, ովքեր անցել են այս կամրջով։ Սեբաստացի Մուրադը, Նժդեհը ու նրանց ետևից լիքը քաջեր։ Գիտեք, երբ կամրջում եք, կոնկրետ այս կամրջի վրայով, հեքիաթներ չեմ ուզում պատմեմ, ասեմ, որ մեջդ լցվում է ավյուն, հայրենասիրություն, բլա բլա բլա, չէ, բայց մի տեսակ, գիտեք, զգացողությունը պարծենալու սինթեզված հայի նվիրվածության հետ, դրանց արանքում ինչ-որ բան, ու մի տեսակ տոնը տա փոխվում, զգացածը տա փոխվում, քայլվածքը տա փոխվում, որովհետև ուզում ես արժանի հետնորդ լինես։ Հիմա ինչ վերաբերում է տարածքի ինֆրաստրուկտուրային, ես ձեզ ցույց տվեցի մյուս կամուրջները, չմոռանանք նաև ջրաղացի մասին, ինչը հիմա ծածկված է մոշուտներով, բայց դե հնարավորություն կա տեսնելու ջրաղացի հետքերը։ Խնդրեմ, արարչագործ հայ, ստեղծող, կառուցող, մի բան էլ, որ ավելացնենք այդ ամենին, լրիվ լիարժեք կլինի, ժառանգությունը շարունակող, գնահատող, կարճ ասած։ Մեկ ժամ ծավից միջև կապան, բնականաբար ոչ միայն ես, այլ նաև ամբողջ ստեղծագործական կազմը քաղցած է, ու մենք մտածեցինք որտեղ կարելի է համով տնական ու լավ հաց ուտել։ Եկանք հենց Սյունիք օդանավակայանի դիմաց գտնվող Արարատ Event Hall։ Այստեղ ոչ միայն մեծ եւ փոքր սրահներ կան, որտեղ կարող եք անցկացնել ձեր կորպորատիվ միջոցառումները, այլ նաեւ առանձին սենյակներ, նախատեսված 8-ից 10 հոգու համար։ Մենք կսնվենք այս սենյակում, ինչն ունի հսկայական պլազմա, հանգստի առանձին զոնա, ինչպես նաեւ սանհանգույց։ Սաստիկ քաղցած եմ, այն որ ասելու չի, պատմելու չի, իսկ սեղանը, ինչպես տեսնում եք, բազմագույն է, բազմահամ է եւ բազմահոտ է, սկզբի համար ճախաթթու։ Նախ սիրում եմ, երկրորդն էլ կարոտել էի, համել ախորժակագրգռում։ Ու եթե մենք Սյունիքի մարզկենտրոն կապանում ենք, ուրեմն անպայման Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի անարատ թռչնամիս։ Այս տարբերակով քարաճիկը փորձած կայիք, սոխը
քարաչիկի հետ համադրվում է, թե իր թեթև կծու նոտաներով ու թե խրթխրթանությամբ, հա? Քարաչիկի խորոված տարբերակն է, այն որ զգացվում է մանգալի վրայից նոր հանել են, որովհետև թեթև տենց տաք, հա? Վերջնալսի։ Ես չգիտեմ ոնց են պատրաստել այս առաջին կարգի բրոյլեր տեսակի հավը, բայց շատ գեղեցիկ է, խավարտն էլ լցոնած կարտոֆիլ։ Ասեք, որ դուք էլ եք սիրում, երբ սեղանը սենց առատ է ու հիմնականում սյունյաց հարստությունն է սեղանին։ Օրինակ շոռոպանիր։ Սյունյաց աշխարհում ոչ մի առիթ առանց այս ուտեստի չի լինում, ախր։ Դե մենք էլ մեզ համար փորձում ենք առիթներ ստեղծել Սյունիքում։ Այս ինչ նուրբ համ ա, շատ նուրբ է։ Կարտոֆիլի խյուսը, պյուրեն, այլ կերպ ասած, թեթև պաների շերտել կա։ Եվ իհարկե Զանգեզուրի թռչնամսի իմ չափաբաժինը բդիկ, անկեղծ ասած, չգիտեմ մեր շեֆ խոհարարը Արարատ Event Hall-ի ինչ ա արել, ոնց ա արել, բայց որ թռչնամիսը հյութալի է, համով է ու ոսկեզոծ է, այդ փաստա։ Դες կարող են մարկելակես։ Նե մի շնչով ուզում ես ուտես, հա? Այս գեղեցիկ հյութալի ու առողջ նոտայի վրա մաղթում եմ ձեզ բարի գիշեր, անուշ երազներ, կհանդիպենք վաղը, իսկ վաղը լավ տեղ ենք հրավիրված։ Բարի գիշեր։ Բարի լույս, սիրելի կապանցիներ, բարի լույս, սիրելի հեռուստադիտող, արևը վաղուց արթնացել է, իսկ մենք քնած ենք մնացել։ Մի փոքր ուշացումով, բայց սկսում ենք այսօրվա մեր նախաճաշը Սյունիք հյուրանոցում։ Հիշեցնեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ ներառված է նաև նախաճաշը։ Վայելենք կապանյան համեղ նախաճաշը, որպեսզի ողջ օրվա ընթացքում ունենանք ուժ ու էներգիա, իսկ մեզ դա այսօր պետք է, դե մեղքս ինչ թաքցնեմ, ամեն ինչ իմ սրտով է, մի փոքր աղցան, կաթնաշոր ու տաքերից, վաու, նրբերշիկ ու ձու, առաջարկում եմ օրը սկսել ճիշտ ու սննդարար։ Ես սիրում եմ Rio Grande-ի լուծվող սուրճը, վայելեմ առանց շաքարավազի։ Մտածեք ձեր առողջության մասին։ Բարի առավոտ։
Սյունիքում լավ նախաճաշից հետո պատրաստ ենք մասնակցելու Կապանի Նորաշենիկ գյուղում կազմակերպված Կուրկուտի ավանդական փառատոնին։ Լինելու են շատ սիրված ու ճանաչված արտիստներ, լինելու է ամենահամեղ կերակրատեսակը Կուրկուտը եւ իհարկե կմասնակցենք մի քանի մաստեր կլասերի։ Իհարկե փորձը ցույց է տալիս, որ փառատոնները ունեն իրենց ազդեցությունը այսպես փառատոնային զբոսաշրջության զարգացման վրա եւ Կուրկուտի փառատոնն էլ բացառություն չէ։ Ես պատիվ եմ ունեցել անցյալ տարի լինելու Կուրկուտի փառատոնին որպես հյուր, այս տարի պատիվ ունեմ որպես հաղորդավար լինելու։ Պիտի ասեմ, որ համեմատական կարգով, այսպես անզեն աչքով որ նայում ենք, բավականին մեծ է տարբերությունը, այսինքն մեկ տարվա ընթացքում փառատոնը ընթացիկ այնքան գործ է արել, որ մարդիկ իմացել են նաև, որ այս տարի է լինելու փառատոնը եւ Երևանից, մյուս մարզերից վեր են կացել եւ եկել են։ Եվ մենք տեսնում ենք որքան համակարգված է, որքան գեղեցիկ է ամեն ինչ, չկա այն փառատոների ժամանակ սովորաբար որ լինում է անկարգ անկանոն վիճակը եւ դա շատ ուրախալի է եւ կարծում եմ որ նաեւ նման բաներն են, որ զբոսաշրջիկներին բերում են այս կամ այն փառատոնին։ Ես վստահ եմ, որ 2026 թվականին մենք կրկին հանդիպելու ենք Կուրկուտի փառատոնի ժամանակ եւ այս պահից արդեն ուզում եմ բոլորիդ սիրով հրավիրել 2026 թվականի Կուրկուտի փառատոնին։ Մենք շատ լավ ենք անցկացնում։ Ինչ խորհուրդ ունի այս միջոցառումը, հա, Կուրկուտի փառատոնը։ Մեր մշակույթը, մեր երգերը, մեր խոհանոցը, մեր նիստուկած, այս ամենը այս փառատոններում ի հայտ են գալիս եւ հայապահպանական առաքելություն ունեն։ Շատ կարեւոր, շատ սիրելի բան է։ Առավել եւս ինձ համար այն թանկ ու սիրելի, որ սահմանամերձ շրջաններում են, որտեղ մարդիկ ապրում են ուղղակի թշնամուն դեմ արդեմ եւ ինքնությունը պահպանող մեր բոլոր ծեսերը, խոհանոցի բոլոր կարգ ու կանոնը պահպանող այս սիրուն միջոցառումներն են, շատ ողջունելի է։ Նպաստում է տուրիզմի ակտիվ այցելություններին, շատ կարևոր է այն առումով, որ մեկ-երկու հոգի գալիս են անպայման արձագանքում են եւ անպայման նոր մարդիկ են հայտնվում, հետո դրանք դառնում են տուրիստական խմբեր, թիմեր, որը շատ կարևոր է, որպեսզի ճանաչեն մեր ոչ միայն ուրեմն պատմական հուշարձաններին, այլև մեր խոհանոցին, մեր երաժշտությանը, մեր մշակույթին։ Շատ կարևոր ճանաչողական աշխատանք է սա։ Ստերիլ վիճակ ստեղծելու համար միանգամյա օգտագործման ձեռնոցներ, ինձ աղջիկները կօգնեն։ Իհարկե։ Լոշիկ թե լավաշ թխելու։ Լավաշ։ Լավաշ, լավաշ սաջի վրա։ Ես սովորաբար միշտ փորձել եմ լավաշ թոնրում, լավաշ սաջի վրա, ես առաջին անգամ է։ Այն բաները չենք անելու։ Կփորձես։ Փաստորեն տղամարդիկ ամբողջ գիշեր պատրաստում են կուրկուտ, իսկ կանայք ցերեկները լավաշ սաջի վրա։ Ես էլ քանի որ կնա մեծար եմ, կանանց օգնում եմ։ Հերիքա։ Չէ, մի քիչ։ Արի որ պահը բաց չթողնես։ Ում եմ վաճառելու։ Չի վաճառ։ Անվճար, հա։ Վաճառ։ Ում եմ նվիրելու։ Բացիս։ Սենց գցեմ վրան, չի վառի։ Սովորաբար այս արարողության ժամանակ ինչ որ հետաքրքիր պատմություններ էին պատմում կանայք, չէ։ Բամբասում էին, երգում էին։ Ով է երգելու, ով է պատմություններ պատմելու։ Ոչ մեկ։ Так, Անուշ անում ենք բոլորով, դրա համար առաջարկում եմ կիսել։ Եկեք, վերցրեք։ Մի կողմից, բայց տաքաշած, սկուշ, վերցրում։
Վերցրու։ Փորձեք։ Արի, ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալ եմ։ Լավ հեռուստադիտողներին կամ հետևորդներին աղուհաց են տալիս, բայց իմ մոտ մենակ հացա ոչինչ։ Շատ ես խոսել, վերցրու, դու լավ խոսացող ես։ Խոսաբոլը ապրի։ Հա։ Համա գտնվելու։ Էս էլ մեծ աշխատանք կատարողին, նայ չվարվես։ Բարև ձեզ։ Միջև կուրկուտի հերթը թեթևանա, թեյախմություն անենք, էլի։ Էս ինչ է գրել, մեկ բաժակ թեյը 1000 լավ խոսքերի սկիզբ է, Լեռնա Հայաստանի խոտերն են, բուժիչ։ Այո, առողջարար, օգտակար։ Մխո մի բաժակ էլ քեզ եմ տալիս։ Պաստորեն սիրելի տուրիստներ, կարող եք շրջել տաղավարներով ու վայելել ոչ միայն համեղ կուրկուտը, այլ նաև սրճել, թեյել, հաց թխել, լավաշ նկատի ունեմ։ Ստացվեցիք, մեր տաղավարի ներևում գրված է, համ տեսեք կուրկուտ, ըմպեք թեյ։ Հասկացա։ Ընդունված է թեյ խմել։ Իմ մոտ հակառակն է, թեյ հետո կուրկուտ։ Լավ, բուժիչ խոտաբույսեր, Սյունիք աշխարհի ու անմահական համ։ Հոտ։ Գժվել կարելի է։ Ոնց եք։ Շնորհակալ ենք, անչափ։ Я вас знаю, фես կոնտրոլ։ Քանի ափսե եք գնել այսօր կուրկուտ։ Չիմանամ շատ։ Չենք հաշվել։ Իսկ գիտեք, որ այդ շատ գնումները օգնում են, որպեսզի անտուն մարդիկ տուն ունենան։ Հա, լսել ենք, շատ ուրախ ենք։ Այսինքն ոչ թե գնել եք, այլ բարեգործություն եք արել։ 100%։ Մենք ինչքան կարողացել ենք, շատ գնենք, որ բարեգործական այդ միջոցներն ավելի շատանա։ Դե ոնց ասում են, բարի ընթացք։ Տնական գին։ Կուրկուտ, 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 կուրկուտ։ Կարևորում եմ այս տրամադրությունը, այն ինչ որ տիրում է այսօր փառատոնում, կարևորում եմ մարդաշատությունը, կարևորում եմ ժպիտները, ուրախ տրամադրությունը, ծիծաղը, խինդը, այս ամենը շատ կարևոր է։ Մարդիկ կտրվում են առօրյա հոգսերից, կարծում եմ բավականին լավ ստացվում է փառատոնը։ Իմ կյանքից ավելի սիրում եմ քեզ, քո լույսը կարոտով ապրում եմ ես, եւ ուզում եմ շոյել քեզ իմ գրկում, ողահուց ապրում ես դու իմ սրտում, իմ կյանքից ավելի սիրում եմ քեզ, քո լույսը կարոտով ապրում եմ ես, երազում եմ տեսնում քեզ իմ գրկում, եւ ապրում ես դու իմ սրտում։ Ոնց որ երկում եք, հա ինձ է։ Մեզ ճանաչում են այս տեսակ երևույթներով, այս տեսակ ավանդական որը որ ներկայացնում է մեզ կուրկուտ փառատոնը իրականացվում է համայնքապետարանի համայնքապետի կողմից միայն ողջունելի է այս ամեն ինչը եւ ես կարծում եմ որ յուրաքանչյուր հայ պետք է նաեւ ինքը խթանի որ նման փառատոններ միջոցառումներ շատ լինեն սա միայն այն չի որ մենք պետք է հավաքվենք բարենք երգենք այո մեր բարը պետք է ներկայացնենք ազգային մեր երգը պիտի ներկայացնենք ազգային բայց այդ ամեն ինչի հիմքում դա ինձ համար իմ մասնակցությունը հենց ինքնության պահպանման համար է։ Բարեգործությունը արված է, կուրկուտը համտեսում են, մեր կապան եկած զբոսաշրջիկները, ինչպես նաև կապանցիները առհասարակ օրն են վայելում, որովհետև որպես այդպիսին հիշողություն է դառնալու եւ մնալու է յուրաքանչյուրի հոգում, սրտում, ինչպես նշեց Շուշանը Պետրոսյան, այս տեսակ միջոցառումները զարկ են դնում քաղաքի ճանաչելիության, մարզի ճանաչելիության։ Իսկ ինչ վերաբերում է մեր պրոֆեսիոնալ խոհարարներին, ես չէի ուզենա, որ ինչ որ մեկը պարտվեր։ Կուզեի, որ բոլորը հաղթող լինեին, որովհետև հանդիսատեսը հավաքվածները բոլորը գոհ էին կուրկուտի համից, բույրից, թարմ լինելուց։ Այսպիսով եզրակացությունը հետևյալն է, հաղթեց ընկերությունը,
հաղթեց կապանցին։ Քանի գնում կենացներն են քաղցրանում եւ ներկապահին կենացների մրցույթն է, յուրաքանչյուրը փորձում է ամենագեղեցիկ բաժակաճառը ասի, որպեսզի մրցանակը իրենը լինի, իսկ իմ ձեռքերում պապիրուսի գրպանի խոնավ հակաբակտերիալ եւ չոր անձեռոցիկներն են։ Կուրկուտը յուղալի ուտեստ է եւ անձեռոցիկը հաստատ պետք է գա։ Քանի որ ընտանիքով եք, ես ձեզ կուրկուտից հետո հաստատ պետք է գալու։ Լավ, շնորհակալ եմ։ Մերսի շատ։ Չոր թե խոնավ։ Խոնավ։ Ահա, ես էլ ձեզ նվիրեմ, հաստատ կուրկուտից հետո պետք է գա խոնավ անձեռոցիկները։ Ախ, շատ լավ էր կազմակերպված կորկոտի փառատոնը ու ես որպես հրավիրված հյուր կտամ գնահատական 10-ից 10։ Եթե կհիշեք, սիրելի հեռուստադիտող, մենք համաճարակից առաջ կամ սկսվել էր արդեն կովիդը, նկարահանեցինք կայարանի շենքը, այն ժամանակ շատ վատթար վիճակում էր ու ես խնդրեցի հեռուստապրոյեկտի շրջանակներում, որ հայտնվեն մարդիկ, բարերարներ, ովքեր ձեռք կմեկնեն, որպեսզի այս շինությունը չկործանվի։ Եվ այսօր տեսեք իմ ուրախությունը, շենքը վերանորոգվել է եւ ծառայում է որպես Թումո կենտրոն։ Բարի գալուստ Թումո կապան։ Տարիներ առաջ այս սպասասրահում կայարանի մարդիկ էին, ովքեր եկել էին Կապան կամ Կապանից գնում էին ուրիշ քաղաքներ։ Իսկ հիմա այստեղ սովորում են շատ կապանցիներ եւ ոչ միայն։ Ողջույն Անուշ ջան։ Ոնց եք։ Կարող եք եկել, լավ, շնորհակալ եմ։ Ճիշտ ասեցի, կապանցիներ եւ ոչ միայն, թե Այո, Կապանի Թումո կենտրոն հաճախում են Կապան քաղաքի երեխաները, ինչպես նաեւ Գորիսի, Քաջարանի եւ Մեղրիի ուսանողները։ Իրականում Թումոյի հիմնական նպատակներից մեկը դա վերականգնելն ու պահպանելն է մեր պատմամշակութային հուշարձանները եւ կայարանի շենքը, որտեղ հիմա դուք գտնվում եք, արտաքնապես ինքը բացարձակապես պահպանված է եւ որևէ բան փոխված չէ եւ ներսում նույնպես։ Իրականում շենքի, նույնիսկ եթե նայեք հիմա առաստաղի հատվածը, որը հին նախշանկարը, եթե տեսնեք աչանկյունում, նախշանկարը նույնպես այդ հին այն ինչ որ մենք կարողացել ենք պահել հին կայարանի շենքից։ Բայց առհասարակ շենքը ներսնել, եթե նայեք օրինակ այս սպիտակ սյուները, հա, դրանք հին կայարանի սյուներն են։ Ընդհանուր Թումո ծրագիրը, երբ որ ինքը Եվրամիության գրանտով Կապանի համայնքապետարանի Թումո Եվրամիություն համատեղ ծրագիր է եւ պայմաններից մեկը եղել է, որ այն նաեւ համայնքի բնակիչների համար է լինելու որպես հանդիպումների, միջոցառումների միջավայր, որտեղ կարող են գալ, աշխատել եւ նաեւ ինչ որ հանդիպումներ ունենալ։ Դրա համար մեկ հատվածը, որը մեր ինքնուսուցման սրահն է, նախատեսված է աջ մասը, իսկ այս հատվածում, որ մենք ունենալու ենք նաև կաֆետերիա, որը առայժմ դեռ չի գործում, բայց շուտով սկսի գործել, կաֆետերիան նաև հնարավորություն կտա, որպեսզի այս տարածքը լինելու է, մենք ասում ենք coworking space, coworking տարածք, աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կարող է համայնքի գալ, աշխատել, կաֆետերիայից օգտվել, նաև այս սրահում կարող են հանդիպումներ, միջոցառումներ կազմակերպել։ Ուզում եմ նաև խոսել ուսուցանվող առարկաների մասին, ինչ է տալիս Թումոն կապանցի երիտասարդին, ինչ առարկաների խորապես ուսումնասիրում, թե աշխարհայացքի զարգացում։ Եվ իրականում, որովհետև Թումոն նախ եւ առաջ դա միջավայր է, որտեղ պատանիները 12-ից 18 տարեկան ինքնախատեսված է այդ տարիքի պատանիների համար, բայց Թումոն գրկվելուց հետո ինչքան ուզեն կարող են մնալ, կարող է 19, 20, 21 տարեկան ուսանողներ ունենք։ Իրենց համար նախ եւ առաջ Թումոն դա միջավայր է, որտեղ իրեն կարող են այսօրվա ժամանակակից աշխարհում շատ պահանջարկ ունեցող մասնագիտությունների վերաբերյալ, ուղղությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերել, նաեւ շփվել եւ հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ, նաև ժամանակակից շատ տեխնոլոգիաների եւ մասնագիտությունների հետ։ Ձեր խոսքից հասկացա, որ մենք ունենք այդ մասնագետների հիմա Կապանում։ Մենք Կապանում ունենք տեղացի 6 դասընթացավարներ, ովքեր մեր տեղացի դասընթացավարներն են։ Մյուս դասընթացավարները ամեն ամիս գալիս են, գործողում են Կապան եւ կազմակերպվում է դասընթացները պատանիների համար, մեր ուսանողների համար։ Որ ասում եմ, հարցերը սպառվեցին, ես հուսով եմ, որ ձեր ղեկավարությամբ Թումոն դեռ կունենա ասելիք ասելու թե տուրիստներին, թե երիտասարդներին, որ թե առհասարակ աշխատի։ Շնորհակալություն ձեզ ջերմ զրույցի ու էքսկուրսիայի համար։ Շնորհակալություն, շնորհակալ եմ այցելության համար, համեցեք։
Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև շարունակություն։ Այս մի քանի րոպեները, որոնք անցկացրեցիք Նոր Հայաստան հեռուստաընկերության ջերմ ու ընկերական մթնոլորտում, բավարարեց ձեր զբոսաշրջային պահանջները։ Առավել քան երբևէ համոզված եմ, որ ձեր հաջորդ ճանապարհորդական ուղևորությունը լինելու է Կապանում եւ այցելելու եք այն վայրերը, որոնք մենք ձեզ ցուցադրեցինք, որպեսզի ունենաք այնքան տպավորություններ, որքան հիմա իմ ուղեղում են։ Սիրելի հեռուստադիտող, չմոռանաք մեր համացանցային պորտալի մասին, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք, տարածեք մեր նյութերը, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա, թե ինչպիսի հայրենիք ունենք մենք։ Ցտեսություն։